Խորում եք մտորումների մեջ։ Երեք լավ էր կանցմուր այսօր, հա։ Բարոս վեդա, որն է լավը, դատարկ հրապարակը, թե ժողովրդով լի, ինչպես այն օրը։ Որով դեպքերում հրապարակը տոնածռով էր, գեղեցիկ։ Լույսերով մեջ։ Իդեպ ասեմ, շատ հետաքրքիր էր, եւ ոչ միայն իմ կարծիքն է դա, շատ շատերի հետ խոսեցինք այդ առիթով, գոհ էին հիմնականում լավ էր մտածված։ Իսկ հիշում եք ինչպես սկսվեց այս ամենը։ Տոնածառների, մանկական տոնածառների օրերին մտահղացումը ծնվեց։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ սովորական հերթական տոնածառի հանդեսները, որ մենք անում էինք, մնացել էր ամսի 12-ին 5 օր ու հանկարծ մտածեցինք դիմակահանդես անել եւ հավաքվեցինք, մի ստեղծագործական խումբ հավաքվեց, որը իսկապես պետք է ասել, որ հրաշք գործեց եւ շատ մեծ խանդավառություն կար բոլորի մոտ եւ Փաստորեն Եվրոպա ամեն ինչ մտածված էր, պետք է իսկապես վկանես զանգերը։ Սիմվոլիկ է։ Եվ շատ հետաքրքիր էր, որ մոտ, եթե չեմ սխալվում, 620,000 հանդիսատես։ 620,000 միայն այս հրապարակում։ Իսկ շրջակա փողոցները հետը միասին վերցրած, փաստորեն մոտ 800,000 մարդ էր հավաքվել դեռ։ Եվ գիտեք ինչ է հետաքրքիր, որ ոչ միայն Երևանից էին, այլ տարբեր շրջաններից Հայաստանի, փաստորեն մարդիկ կարոտ էին այս ամենին։ Տարօրինակներն են, որ ես կարծում եմ, թե մեր ռեկլամը, մեր գովազդները քիչ են, փաստորեն բարձրացած որ դա մենք չափ անցել ենք ուղղակի առանց մտածելու ժողովրդի ցանկությունների ու սրտի ուզածի գործոնը շատ կարևոր բան էր, որ ես հաշվի չէի առել, դա մի քիչ թյուրիմացությունը գալիս էր ըստ երևույթին նրանից, որ ես սովոր էի, որ շատ պետք է ռեկլամ անել, որպեսզի ժողովուրդը մասնակցի։ Ուղղակի ես չէի մտածել, որ ժողովուրդը իսկապես կարոտ է։ Դա երևի այն երկրում, որտեղ դուք վերջին տարիները անցկացրեցիք, իսկ մեզ մոտ հեռուստատեսությունը իրոք որազոր բան է։ Ճիշտ է։ Լավ, այսպեսի մի բան, կներես Կարեն։ Վերադարձ, միանգամից անցում շատ կարևոր պաշտոնի եւ երևի ինչ-որ տեղ սիրելի ու հոգեհարազատ։ Դժվար չէր միանգամից այսպիսի մեծ բան ձեռնարկելը։ Այ ինչ էիք մտածում դրա մասին։ Այ մենք պետք է այս նյութերը ներկայացնենք մեր հեռուստադիտողին որպես արդեն անցած կատարված։ Ճիշտ ասած, ես իսկապես տեղ գալուց առաջ երազում էի, որ նման տիպի միջոցառումներ պետք է անցկացնել։ Բայց չէի սպասում, որ այդպես շուտ պետք է դա կայանա, պետք է շուտ այդպես ձեռնարկենք այդ բանը։ Հետաքրքրությունը նրանումն է, որ իսկապես մարդիկ շատ լավ ձևով միացան ինձ, մեզ, բոլորիս։ Ռուսը մի լավ խոսք ունի, Կարաբլյանաբալ։ Ճիշտ է, Եվ իհարկե շատ կարևոր էր նաև քաղաքապետի վերաբերմունքը այս ամեն ինչին, որովհետև ինքը իսկապես շատ էր ուզում, որ լավ ճիշտ միջոցառում կազմակերպվի, որպեսզի քաղաքացիները, երևանցիները մասնակցեն, բայց պարզվեց, որ մենակ երևանցիները չէ, այլ ամբողջ Հայաստանն էր, Հայաստանը փաստորեն փորձում էր մասնակցել, ովքեր հնարավորություն ունեն, շտապում էին հրապարակ եւ տեղի ունեցավ անսպասելի մի բան, երբ որ այդ խճողումը, որը տեղի ունեցավ եւ որի պատճառով ուղիղ 7-ը դադարեց գործելուց, մարդկանց մոտ անհանգստություն առաջացավ, որ տեսնես ինչ է պատահել։ Այնինչ ոչ մի վատ բան չէր պատահել, ուղղակի մարդիկ սարսափելի շատ էին եւ նրանց մոտ ցանկություն կար մոտիկից տեսնելու այդ ամեն ինչը։ Դրա համար այդպեսի խճողում առաջացավ եւ հիշում եք, որ հրապարակի բեմի մատույցներում հանգարցակի ուրեմն այդպես պորտկում առաջացավ եւ մենք ստիպված եղանք դադարեցնել եթերը։ Ես նույնիսկ ծիծաղում էի այդ փաստի վրա, երբ եթերն էի բացում, առաջինը ես մտա եթեր եւ նախնական իմ նախադասությունները 2-3 ասեցի եւ վերջապես ժողովուրդը առաջ եկավ դեպի բեմ եւ միկրոֆոնից լարը պոկեցին տարան, պարապ միկրոֆոնը մնաց ձեռքումս։ Բայց մի զարմանալի բան կար, որ շատ հետաքրքիր էր, որ ժողովուրդը իսկապես այդքան շատ էին եւ ցանկությունն էր մեծ մասնակցելու եւ ժողովուրդն ուզում էին պարեին, ուրախանային, որովհետեւ այդպես էր ամեն ինչ, այդպես էր կոչը եւ ժողովրդի ցանկությունն էր դա։ Եվ այնպես ստացվեց, որ մի քառակուսի մետրի վրա երևի մոտ 10 մարդ կար հավաքված, որը դա ինչ-որ զարմանալի թիվ էր եւ հնարավոր չէր այնտեղ ոչ պարել, ոչ էլ շարժվել եւ այդ պատճառով ուրեմն այդպեսի բան առաջացավ։ Բայց կարծում եմ, որ շնորհիվ մեր այն մարդկանց, ովքեր որ ղեկավարում են այդ process-ը, միակ մարդը, որ տագնապել էր, ես էր։ Ուղղակի բոլորն ինձ հանգստացնում են, ասում են, որ հանգստացի ոչ մի բան չկա, ամեն ինչ լավ կլինի։ Լավ էր, որ ժողովուրդը իսկապես մեծ համբերությամբ զինված ուրեմն սպասում էր եւ ժողովուրդը շատ լավ վերաբերվեց այդ ամեն ինչին։ Իհարկե թերթերում մի քանի լրատվական աղբյուրներ փաստեր էին մեջ բերել, որ իբր երեխաներ են կորել,
նույնիսկ արտասահմանում այդպիսի բաներ են գնացել, բայց կարծում եմ, որ այդպիսի բան չի եղել։ Իսկապես, ուղղակի երեխաներից մի քանիսը կորցրել են իրենց ծնողներին։ Դե մի քանի րոպեով երևի։ Այո, վերադարձվեցին։ Ես կարծում եմ, որ նման մասշտաբի միջոցառում չէ երազի ես իսկապես։ Ես չէի պատկերացնում, որ այսպիսի բան կլինի ուղղակի։ Միակ բանը որ պակաս էր ձյունն էր, որ չկար այդ օրը, բայց հիմա եկավ, այսօր առաջի ձյունը եղավ եւ երևի հենց այդ պատճառով էլ ես մի հրաշալի առաջարկ ունեմ։ Լավ կլինի բարձրանանք հեռուստատեսություն եւ ներկայացնենք մեր հեռուստադիտողին, թե ինչ եղավ, ինչպես ասացի քիչ առաջ 13-րդ գիշերը։ Այո, 13-րդ գիշերը 97 թվականի։ Գնանք։ Ես համաձայն եմ, գնացինք։ Ինչ ուզում ես ասա, գեղեցիկ էր տնածառը, գեղեցիկ էր հրապարակը ձևավորված, իսկ ինչ էր պետք է լիներ, որ տեղի չունեցավ։ Շատ բաներ էին նախատեսված, շատ խմբեր, շատ կոլեկտիվներ, որ պետք է ելույթ ունենան, պատրաստված էին, բոլորը պատրաստի վիճակի էին բերված եւ հրապարակի մուտքի մոտ կանգնած էին փաստորեն բոլորը եւ փաստորեն ընդհատվեց այդ բանը, բայց որը հետո շարունակվեց իհարկե։ Համարը բոլոր թատրոնների ղեկավարները, գեղարվեստական ղեկավարները մասնակցում էին մեր աշխատանքներին իրենց կոլեկտիվներով եւ կարծում եմ, որ իսկապես շատ լավ էր լինելու։ Բացի դրանից, ուրեմն պետք է տեղի ունենար մոմավառություն, որը ինչ-որ չափով իհարկե տեղի ունեցավ։ Եղավ, մոմավառությունը եղավ։ Մոմավառություն եղավ, բայց մեր պլաններում մոմավառությունը ավելի շքեղ, ավելի հանդիսավոր պետք է լիներ։ Եվ ուրեմն բացի դրանից հազարավոր փուչիկներ էին տեսված արդեն, որոնք պետք է երկինք բարձրանան ճիշտ ժամը 12-ին։ Բացի դրանից պետք է 12-ին 15 պակաս հրապարակ մտներ հիմնական, այսպես ասած, գլխավոր ձմեռապապը, ներկայանալու են նորապսակ զույգեր, որոնց նվերներ էին տրվելու քաղաքապետարանի կողմից, նաև լինելու էր քաղաքային տոնածառների մրցանակաբաշխությունը, որ հայտարարված էր, այդ մրցանակաբաշխությունը ամփոփում պետք է լիներ տոնածառի տակ։ Իդեպ արտավազդ պարոն Սևադան քիչ առաջ ասած գլխավոր ձևերպապի մասին ես ուզում եմ բացել այժմ գաղտնիքը, իհարկե դա ցավոք սրտի չհաջողվեց։ Գլխավոր ձևերպապի դերում պետք է հանդես գար հենց ինքը պարոն Սևադան, մշակույթի բաժնի պետը, եւ դա հետագայում պետք է բացահայտվեր, բայց ցավոք դա չստացվեց։ Եվ ես մի բան եմ ուզում հիշել, երբ որ ես հայտարարեցի հայեր խմբերից հետո Գեղարդ խումբը Աբովյանից գնաց զայնագրությունը եւ ընդհատվեց զայնագրությունը, Գեղարդ խմբի անդամները տխուր դեմքով կանգնեցին եւ ասացին՝ «Էլի մեր բախտը չբերեց»։ Դե այնտեղ շատերի բախտը չբերեց, դա կախված էր ոչ թե իրենցից, այլ ուղղակի ժողովրդի այդ բուռն ցանկությունից, որպեսզի ինքն էլ յուրաքանչյուրը մասնակից լիներ այդ տոնախմբությանը։ Ոչինչ, կաբելները տեղի տվեցին, բայց մարդու ոգին տեղի չտվեց եւ ժողովուրդը միասնաբար մասնակցեց։ Ինձ թվում է լավ կլինի մի անգամից անցնենք հրապարակ։ Ուշադրություն, ուշադրություն, Երևանի ժամանակով ժամը 20-ն է, աշխատում են Հայաստանի բոլոր ռադիոկայանները և պետական հեռուստատեսությունը, սկսում ենք նոր 1997 թվականին նվիրված հանդիսավոր ամանորյա շքերթը, մասնակցում են մայրաքաղաքի առաջավոր ձմեռ պապիներ, ձմեռ տատիներ, ձմեռ բալիկներ։ Սիրելի ձմեռ պապ 96 Աջան, Գալիք նոր տարվա հանդիսավոր
Ես կասեի հեքիաթային կայազորը պատրաստ է շքերթի, զեկուցող Ձմեռ պապ 97։ Բարև ձեզ, սիրելի աղջիկներ և տղաներ։ Նորավոր ձեր նոր տարին։ Բարև ձեզ, սիրելի հայրիկներ և մայրիկներ։ Նորավոր ձեր նոր տարին։ Բարև ձեզ, սիրելի տատիկներ և պապիկներ։ Նորավոր ձեր նոր տարին։ Ձմեռ պապու շքերթը գլխավորում է ձյունիկ պապը։ Հրող քայլերով, բազմաթիվ ձյունիկներով շրջապատված հաղթական անցնում է հրապարակով։ Ձմեռ պապին, քուր քհակին, յուր է եկել մեր երկիր, ձյուն է բերել, խաղ է բերել, տոն է բերել բոլորին։ Կեցցե ձմեռ պապը, ուռա պարոնայք։ Հրապարակը թնդում է այս ողջունից, անցնում է նոր տարի պապը։ Տոնական զարդարված տոնածառը շողշողում է հեքիաթային լույսերով, երկինքը լուսավորում է տոնական հրավառությունից։ Նոր տարի է, նոր տարի, հանդես երկի ու բարի, բերել է մեզ նվերներ, ձմեռ պապին մեր բարի։ Լույսի տոն է, լույսի հեղեղ ցնծության, օր է ուրախ, ժամը պատելիության, հազար պոպոկ թող կոտրվեն այս երեկո, հազար պնդուկ թող որ զարկվեն այս երեկո։ Հրապարակ է մտնում ձյուն է փաթիլ ձմեռ պապը։ Փողփողում են, շորորում են ձյուն է փաթիլները, հողային նվագախումբը ազդարարում է փաթիլների մուտքը։ Կեցցե ձյան փաթիլները պարոնայք։ Այս ինչ ուրախ է այսօր, հավաքվել ենք շուրջ բոլոր, հանդես պատել խանդագին, հյուրեր ունենք խանգագին, ուռա։ Ահարությունների տարապիտակ երկինք է բարձրանում օդապարիկը, զարդարված գալըտ բարի նոր տարի ժապավենով։ Հրապարակով անցնում է սարսեղուլ ձմեռ պապը։ Սարսակալած մեքենայի վրայից ջերմ ուղերձներ է հղում սարսե թակուին։ Բարով եկար իմ նոր տարի, երազների կատարում, բարով գնաց անցալ տարի, դու էլ լավն ես ինչ խոսք։ Ուրախ ճիչերով, զվարթ ծիծաղով, վարվռուն գույներով լի, հրապարակ է մտնում ձմեռ պապը։ Սպիտակ, ասես ձյունե շեր տրանսպորանտներով լցվում է հրապարակը։ Տատանվում են սպիտակ դրոշները, հայլում են գլխարկները, լուսարձակները շեղակի լուսավորում են ամբողջ հրապարակը։ Կեցցե ձյունաբեր ձմեռ պապը պարոնայք։ Տոն այսօր երկու բարի, սիրում եմ ձեզ հազար տարի, միլիոն գործեր կանեմ բարի, որ աշխարհը լինի սիրուն։ Ուռա պարոնայք։
Հարգելի հեռուստադիտողներ, Добрый вечер, дорогие гости столицы. good evening dear guests of Yerevan. Սիրելիներս, այսօր հունվարի 12-ն է եւ հենց այս պահին մենք բոլորս միասին հավաքվել ենք այստեղ նշելու նոր տարին 1997 թվականը 5 տոմարով։ Ուրեմն, կարևոր չէ թե ինչ տոներ են, կարևոր չէ թե որքան մեծ ու փոքր են այդ տոները, կարևոր չէ տոները նոր տոմարով են թե 5 տոմարով են։ Ամենակարևորն այն է, որ այսօր հունվարի 12-ն է, ժամը 20:00-ից անց է ինչ որ րոպեներ եւ Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժինը ձեզ համար պատրաստել է հիանալի մի տոնախմբություն, ամանորյա դիմակահանդես, որտեղ կլինի ամեն ինչ, դիմակահանդես բառի ամենաիսկական իմաստով։ Չէ՞ որ այսօր մեր Երևանը լուսավոր է, ուրախ, լուսավոր ինչպես երևի երբևէ։ Սիրելի բարեկամներ, սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի հյուրեր։ Այո, ավանդույթի համաձայն այսօր մենք դիմավորում ենք նոր տարին։ Մի քանի ժամից իշխանությունը ամբողջ աշխարհում իր ձեռքը կվերցնի 1997 թվականը։ Դեռ մի քանի տասնյակ տարի առաջ Երևանում չկար ոչ մի բարձրահար քշենք։ Աստաֆյան փողոցով, այսօր արդեն Աբովյան փողոցով, ներքևից վերև, վերևից ներքև անցնում էր ձիակառքը, Կարաբալան ծաղիկներ էր բաժանում սիրահարներին, իսկ Մոսկվա կինոթատրոնի փոխարեն կանգնած էր Պողոս Պետրոս եկեղեցին։ Եվ այսօր կրկին Կարաբալան մեզ հետ է, դիմավորենք նրան, սիրելի բարեկամներ, բոլորս միասին դիմավորում ենք Կարաբալային։ Չմոռանանք նաև, որ հենց այս հունվար ամսին առաքելական եկեղեցին տոնում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը։ Ուրեմն, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզի մեզի ավետից։ Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի։
Հայեր համույթ։ Աշխարհ հասնիկ արեցին, հասան իրենց ուրացին, փեսեք թողին գնացին, մամեն հասներ մանացին, նստան լացին, վայ, կակակաչա, ինյարը կապուտաչա, արտալի կակակաչա, Kamizana, Kamizana, Chelmandosha, Ana, Kamizana, Kamizana, Nana, Kamizana, Chelmandosha.
Նադեժդա Սարգսյան։ Սիրելի բարեկամներ, իսկ այժմ ձեզ ողջունում է Աբովյանի Գեղարդ բարի համույթը, գեղարվեստական ղեկավար Ալբերտ Կիզիրյան։ Ահա, կարծես թե այստեղ դադարեց եթերը։ Եթե չեմ սխալվում 8:27 էր։ Այո, 8:27 ես հիշում եմ, որ վազեցի ավտոբուս հեռուստատեսության եւ Գագիկին ամբարձում են գորացի Գագիկ դուրս արի եթերից, ես տեսա, որ Գագիկն էլ պատրաստվում է եթերից դուրս գալ, որովհետեւ դա եթեր տալու չէր արդեն, որովհետեւ ժողովուրդը արդեն բեմ էր բարձրացել։ Եվ ոչ թե եթեր տալու չէր, ուղղակի ամբողջ լուսավորող սարքավորումները անջատվեցին, միևնույն է, եթե եթեր էլ տային, ոչինչ չէր երևա։ Իմ միկրոֆոնի լարը անջատվեց, երկիչները չէին կարող ելույթ ունենալ։ Մի խոսքով, տեխնիկական պատճառներով ստիպված էինք այդ դադարեցնել։ Եվ ես հիշում եմ, որ այդ պահին տեսա ձեզ, պարոն Սևադա, եւ մեր քաղաքապետին, որ չկորցրեցին իրենց եւ շատ զգոն էիք, եւ ճիշտ ասած ժողովուրդն էլ ինչ որտեղ իհարկե արժե նրանց էլ գովաբանել, որովհետև բոլորը զգոն կանգնած սպասում էին, որպեսզի նորից վերականգնվի։ Ուղղակի ցանկությունը այնքան մեծ էր հանդիսատեսի դիտելու, մոտենալու ավելի բեմին, որ այդ ամենը ձգվեց 3 ժամ։ Եվ իսկապես շատ դժվար էր մարդկանց հրապարակից հանել, մենք ինչ որ ձևով ուզում էինք թեթևացնել հրապարակ ուղղակի, որպեսզի միջոցառումը շարունակվի։ Մենք չէինք պատրաստվում միջոցառումը դադարեցնել, երբեք ձեռք չքաշեցինք այդ մտքից եւ բնականաբար ժողովուրդը գիտակցում էր դա, որ պետք է իսկապես հրապարակը թեթևացնել, բայց դուրս չէին գալիս։ Բայց եկավ ժամանակ, որ իսկապես կամաց-կամաց սկսեցին ժողովուրդը, մենք հրապարակի տարբեր անկյուններում երաժշտություն դրեցինք եւ ժողովուրդը կամաց-կամաց սկսեց դուրս գալ։ Արտավազդ ես ուզում եմ ասել, որ դադարը տևեց մոտ 3 ժամ եւ ես կարծում եմ, որ այս դադարը կարող է մտնել նույնիսկ Գինեսի գրքի մեջ։ Կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր պահ էր եւ ուզում եմ ավելացնել նաեւ դերասանների մասին, որ մոտավորապես ժամը 23:30 րոպե էր, արդեն քաղաքագլուխը որոշում էր, որ շարունակեր համերգը, նա դիմեց Արմեն Մանուկյանին, ասաց ինչ անենք։ Արմենը ասաց կարող ենք շարունակել, ասաց ոնց, բա դերասանները, ասաց բոլոր դերասանները սպասում են Պարոնյանի թատրոնում։ Եվ իրոք, մինչև վերջի պահը բոլոր դերասանները, ովքեր ելույթ ունեցան, ովքեր ելույթ չունեցան, բոլորը մինչև վերջ հրապարակում էին գտնել։ Իդեպ ոչ միայն դերասանները, ժողովուրդը նույնպես, այնպես որ ամեն ինչ պատրաստ էր նրան, որ նորից վերսկսվի համերգը։ Եվ ոչ միայն դերասաններն ու ժողովուրդը շատ հետաքրքիր էր, որ Մատենադարանի մուտքի մոտից պետք է շարժվեր Ձմեռ պապը բաց մեքենաներով, կողքից ուրեմն ոստիկանական էսկորտը պետք է շարժվեր եւ Ձյունանուշը, որի դերում հանդես էր գալիս Միս Արմենիան, որպես Ձյունանուշ, ուրեմն նրանք մինչև ժամը 12:30 սպասել են Մատենադարան, այո, սպասել են որ Ձմեռ պապը գա, որպեսզի միասին վերադառնան հրապարակ, բայց այդպես էլ Ձմեռ պապը չվերադարձավ։ Մի խոսքով բոլորը իրենց տեղերում էին, ուղղակի տեխնիկական պատճառները խանգարեցին, որ համերգը շարունակվեր։ Իհարկե ցավալի է, բայց ինչ որ ուրախալի բան կա։ Հենց այստեղ երևում է, որ կար կամքը, կար ցանկությունը եւ այսպես շարունակվեց եթերը։ Շարունակվեց, եթե չեմ սխալվում, պարոն Սևադա, 12-ին 10 պակաս մտանք եթեր։ 7 թե 10 պակաս։ 12-ին 10 պակաս եթեր մտանք եւ մինչեւ 1-ից մոտավորապես 1:15 շարունակվում էր այդ ամեն ինչը, իհարկե դրանից ուրախությունը երկար է շարունակվում եւ ես ուզում եմ ավելացնել, որ հիմա մեր սխալների վրա մենք արդեն կաշխատենք, իհարկե մենք պետք է ուղղենք մեր սխալը, որպեսզի հաջորդ անգամ նման բաներ տեղի չունենա։ Իհարկե այստեղ թյուրիմացություններ նաեւ երեխաներին այնտեղ բերել այդ ժամին, որովհետեւ մենք երեխաների համար ամեն օր ցերեկները միջոցառումներ ենք անցկացրել այդ նույն տոնածառի տակ եւ այդ ժամին այդ դիմակահանդեսը բոլորովին երեխաների համար չէ, դա մեծերի երիտասարդների համար է։ Ինձ թվում է, որ միջոցառման այն մասը, որը եթեր չգնաց, որովհետև մենք եթերից դուրս եկանք, Գագիկը չի թույլ տա ստեմ, քանիսն էր Գագիկ։ Մեկ անց քանի րոպե դուրս եկանք եթերից եւ մինչեւ ժամը 2-ը դեր հրապարակում ուրախություն էր եւ հիմա մենք հնարավորություն ունենք ցույց տալու դες այդ կադրերը։ Այսինքն այն կադրերը, որոնք հեռուստադիտողը չհասցրեց տեսնել ամսի 12-ին, մենք կարող ենք ներկայացնել այսօրվա մեր ծրագրի վերջում դիսկոտեկը եւ դիմակահանդեսից մի քանի կադր երևի։ Իսկ այն բոլոր համարները եւ որ մենք պատրաստել ենք, որ ժողովուրդը չտեսավ այդ օրը,
իհարկե մենք պատրաստվում ենք մեծ ժամանակներս ավելի հետաքրքիր մեկ այլ միջոցառումից ցուցադրել ժողովրդին։ Էլի այսպիսի մասշտաբով։ Կաշխատենք մասշտաբները այս անգամ չժգրտել։ Ինձ թվում է ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել։ Համարորին մնացել է մի քանի րոպե, բոլորս վառում ենք մոմերը։ Թող 1997 թվականը լինի բոլոր մեր իղձերի կատարման տարին։ Աստված թող շնորհի մեզ այն, ինչին արժանի է հայ ժողովուրդը։ Բրավո մեզ, որ մենք այսօր դիմավորում ենք այս թիվը, այսքան մեծ ջերմությամբ եւ մարդկային միասնությամբ։ Բրավո։ Շնորհավոր նոր տարի, շնորհավոր 1997 թվականը։ Թող այս տարին բերի միայն բարի ժպիտներ, ուրախ տրամադրություն, այսքան վառվող մոմեր բոլորի թոքում։ Աշխարհի ամենալավն ու ամենաբարին ձեզ, սիրելի բարեկամներ։
այսօր քեզ ինչ պատահեց մոռացար սիրո մասին նայում ես իմ լուր աչքերին չես հասկանում իմ խոսքերը ճիշտ միթե սիրում ես դու ինչ չգիտեմ չեմ հասկանում քո խոսքերը միշտ նայում եմ քո լուր աչքերին նրանց ասում եմ որ սիրում եմ քեզ բայց դու սպասում ես իմ վերջին հայացքին որ քեզ տեսեմ ինձ մոռացի քեզ համար նորից երգում եմ որ հասկանաս քեզ սիրում եմ մեր անցածը դու կշտին մոռացել ես դե Սիրո շողը պարվի իր նասանքով ծարավ շուրթերը ոցվեն համպույրով ու թող հեռանան այն հին մորմոքները մեզանից և ավերջանա գիշերն այս գյուտի ջրցոնքերով և թող մոռացվեն աշխարհը մեր լեցվի սիրո գիշերը կիսվեց աշխուժտներ շտած թագուհիս նա իմներ ու մտանք ուշիկ պատանքը սիրո ու մեր սրտերում էրջակա անդով սա հեքիաթ է էրջական և յուտական լույս է սա հեքիաթ է Կոճակները շարել ես, սամերը շախտվել ես թուխ աղջիկ Կարմիր գինին թասումը, ես եմ քո հասումը Խաղասողան ու շաղջիկ ջան աղջիկ Քո կրակը ինձ կերի Շուլ ես հովանում աղջիկ Կարմիր գինին թասումը, ես եմ քո հասումը Հարսկած դու ալքովով, Ամպելացուն չիգան, մտնելատուն չիգան Շորորա դու շորորա Քեզ սիրով սիրեցի, աչքերիս քուն չիգա Դու օրորա դու շորորա Լայ 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 Դու օրորա դու շորորա Լայ 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 Դու օրորա դու շորորա Անուշախջիկ, թուղախջիկ, ասված սիրես թողնա Մեր սերը մար չիմանա Աշուղի պես, խաղասա, բլբուլի պես, տավասա Խաղասող անուշախջիկ, ջանախջիկ Մեր տուն ձեր տուն մոտիկ, կապել ես դու կարմիր գոտիկ Իսկ այժմ ես կներկայացնեմ այսօրվա մեր դիսկո ծրագիրը սիրելիներս Ձեր հետ է DJ Mix-ը, ինչպես միշտ կլսենք ամենալավագույն հիտերը եւ այսպես
Այսօր մենք փորձեցինք կրկին վերհիշել այն դրամատիզմով լի գիշերը, 13-րդ գիշերը։ Ասում են, որ 13-ը անհաջողակ թիվ է։ Թույլ տվեք այս դեպքում չհամաձայնել այդ մտքին։ Իհարկե, այդ օրը կային թերություններ, սակայն, ինչպես ասում են, սխալների վրա սովորում են։ Եվ մենք այսօր չենք կարող ասել, որ տոնախմբությունը չկայացավ։ Այն կայացավ։ Եվ առջևում դեռ շատ ու շատ տոնախմբություններ են սպասում մեր ժողովրդին։ Ժողովուրդ, որը արժանի է ուրախանալու, ժողովուրդ, որին հաց ու ջրի պես անհրաժեշտ է այս ամենը։ Եվ դա շատ լավ հասկանում են տոնախմբության կազմակերպիչները, Երևանի քաղաքապետարանը, քաղաքապետարանի մշակույթի բաժինը եւ Երևանի պետական ֆիլհարմոնիան։ Ուրեմն, մինչ նոր տոնախմբություն։